Ողջույն Արագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել են Աբրահամը եւ Մերին։ Ողջույն։ Ողջույն։ Բարև բոլորին։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ձեզ ենք շնորհակալ հրավիրելու համար։ Մերսի։ Նախ սկսենք երևի նրանից, թե ինչպես ընդհանրապես ձեր ճանապարհները խաչվեցին։ Առաջինը թող Աբրահամը մեզ պատմի ձեր պատմության մասին։ Վայ, այդ ճանապարհ խաչվելու process-ը մի քիչ շատ երկար է, որովհետև մենք ծանոթացել ենք տետ-արտետ գրեթե մի 8-9 ամիս առաջ, բայց մինչ այդ ինձ մոտ կար մի Instagram-յան ալգորիթմում մի աղջիկ, որի անվանումը ես դրեցի Մարոկոյի աղջիկ։ Ուրեմն պատտվում են այդ ռիլսերի բաժնում հոլովակները եւ պատահականորեն ես տեսնում եմ Մերի մի հոլովակ, որտեղ որ ներկայացվում է իր Մարոկոյի կերպարով, ինչ որ հայտնի սինգլ երգով, կլոուն հերոստասերիալի, ու այդտեղից հենց ֆիքսում եմ իրան ու առաջին բանը կոմենտը ես մեկնաբանություն այնտեղ գրում եմ Մարոկոյի աղջիկ, ինքը կոպիտ ասված դաջվում է իմ սրտին հենց այդ կերպարով։ Եվ դրանից հետո մի քանի ամիս անց մենք պատահականորեն հրավիրված ենք լինում մի միջոցառման, որտեղ որ երկուսս էլ հյուր ենք։ Եվ մենք կողք կողքին նստած եւ իր ձայնն եմ լսում այդտեղ կողքս նստած եմ երկուսս մի փոքր բարձր տրամադրություն, բարձր երաժշտություն, դե միջոցառումը եւ պատտվում եմ ասում եմ ոնց դու Մարոկոյի աղջիկ ու ինքը ով եք կներեք սենց իր աչքերով սենց նայում ասկյուրիկի նման ասում եմ ես ձեզ հետևում եմ երևի դուք չէ ու մենք այդպես սկսեցինք արդեն մեր ծանոթությունը երկրորդ փուլը որպես ընկերներ եւ որպես լավ մարդ ինձ շատ հարազատ մարդ ու այդտեղից սկսվեց մեր շփման երկրորդ փուլը դա արդեն հասել են երրորդ չորրորդ էտապներ Մերին անդադար ընթացքում ծիծաղում էր, տեսնենք թե ինչի էր ծիծաղում, ինչպես էր քեզ համար այդ ծանոթության պահը ձեր։ Իրականում Մարոկոյի իմ ճամփորդությունը երկար սպասված էր, բայց անցել էր շատ վատ։ Ու Մարոկոյից մնացած լավագույն էմոցիան եւ փաստը դա Աբրահամն է իմ կյանքում, որտեղ իմ ակնկալիքները շատ մեծ էին, բայց ես վախերով ու շուտ ընդհատել էի ճամփորդությունից հետ է եկել։ Ծիծաղում եմ, որովհետև Աբրահամը ինձ այդ միջոցառմանը եկավ ու գրկեց։ Ես շատ եմ սիրում մարդկանց գրկել, բայց մի տեսական սովոր մարդու Հանցանոտ մարդուն չէր ուզում գրկել։ Չեմ հասկանում։ Ով էր ես մարդ։ Ով էր ես մարդ, բայց իրականում ես քանի որ շատ ուշադիր եմ իմ մեկնաբանություններին ու երբ որ ինքը ասեց Մարոկոյի աղջիկ, ամեն ինչ տեղ ընկավ ու հանգիստ մենք իրար գրկեցինք, որտեղ մենք ծանոթ էինք արդեն։ Եվ նշեցիր, որ բավականին երկար ժամանակ շփումը շարունակվում է, բայց բացի ընկերներ լինելուց դուք նաև համագործակցում եք, աշխատում եք միասին, մի փոքր պատմեք ընդհանրապես ինչպես է այդ աշխատանքային մթնոլորտը ու ձեր ոլորտները ինչքանով են իրար մոտ։ Նախ երևի ասեմ որպես ոճաբան եւ իմ ոլորտի մասնակից գրեթե միշտ շփվում եմ հենց այս տեսակ գեղեցիկ մարդկանց հետ երևի դա բախտաբերություն է կամ շատ հաճելի պահ է որ դու քո շրջապատում ունենում ես գեղեցիկ սերի ներկայացուցիչների հետ շփման նոր տեսակը որպես աշխատանքի առումով եւ մերին բացառություն չէր մենք փորձեցինք մեր շփման ընթացքում մինչեւ ընկերական այդ process-ին անցնելը, փուլին անցնելը աստիճանաբար կորսնական հետարքիր մտքեր ունեցանք, որ կարող ենք իրար հետ միքսել եւ այդ ժամանակ մերին աշխատում էր որպես մասնագետ մեկ այլ աշխատանքի վայրում ու ինձ միտք ծագեց որ կարող ենք մերի համար գեղեցիկ հոլովակներ պատրաստել փորձենք մերին այլ կերպ ցույց տալ իր կերպարը քանի որ միշտ ասոցիացվում է այդ գեղեցիկ շորիկներով կերպարները աղջիկական ու ինձ միտք առաջացավ որ մենք մերին ցույց տանք մեկ այլ կողմից եւ իր հետևորդները տեսնեն մերին այլ կերպ Եվ որպես մասնագետ ես այդ ամենին շատ լուրջ եմ վերաբերվում, ինչքան էլ մենք ընկերներ ենք, ինչքան էլ նա ուշանում է բոլոր նկարահանումներից, բայց աշխատանքային process-ի մեջ կան հստակ ինձ համար կանոներ, որ գործը պետք է լինի իդեալական։ Եթե այդ իդեալականը մենք պահում ենք, ուրեմն ամեն ինչ ստացվում է։
Եվ այդպես մենք սկսում ենք աշխատել արդեն շատ բավականին ինչքան մոտ 8 ամիս որպես ընկերներ եւ նաեւ գործնական առումով մենք ունենք հստակ կանոններ, որ չպետք է դա խախտենք եւ դա անում ենք ամենայն լրջությամբ։ Բայց ես խախտում եմ։ Ես ուշանում եմ։ Հա, բայց ուշանում եմ։ Ու ընդհանրապես մի էսպիսի կարծրատիպ կա, որ շատ երկար ժամանակաշրջան մարդիկ ընդհանրապես ոճին ուշադրություն չէին դարձնում եւ քանի որ դու հենց փոփոխություն իրականացրեցիր քո ոճի վրա, կարող է սկսվել ընդհանրապես ինչ դեր ունի ոճաբանի դերը, արդեն թե բլոգերի համար եւ թե հոլովակների դիտելիության համար։ Գիտես Տամարա ջան, երբ դու շատ ես սիրում հագուստ եւ ոճային հագնվել, քեզ թվում է դու գտել ես քեզ եւ սա է քոնը, ու դու գնում ես ինչ-որ մի օրինակ, ստանդարտ, նույն լուքերը, նույն ձևերը, քեզ թվում է դու տարբեր հագուստներ ես գնում, բայց դու իրականում քեզ կողքից չես նայում։ Երբ որ դու ծանոթանում ես մի մարդու հետ, ով պրոֆեսիոնալ կերպով է քեզ մոտենում, ինքը հաճախ օրինակ նույն քո հագուստները այնպես է սթայլինգ անում, որ դու քեզ տեսնում ես լրիվ ուրիշ կողմից։ Ես հաճախ գրել եմ այնպիսի զարդեր, որոնք երբևիցե չեմ մտածել, որ կգրեմ։ Այնպիսի հագուստներ չեմ գնել, որոնք նույն վարքյանին գուցե գնեի, բայց Աբրահամին ուղարկելուց հետո սկսել եմ երկար մտածել։ Կամ գնել եմ այնպիսի հագուստներ, որոնք օրինակ չէի մտածի, որ ես կգրեմ։ Եվ դա բերում է նոր շունչ քեզ, դու տեսնում ես քեզ նորովի։ Ես չեմ կարծում իհարկե, որ հագուստն է գեղեցկացնում մեզ, բայց ամեն դեպքում մենք այլ ոճով ենք հանդես գալիս հաճախ։ Ես ինձ այլ աչքերով եմ նայել, այլ մերի եմ տեսել Աբրահամի հետ աշխատելուց հետո։ Ու անգամ հոլովակների ստեղծման դեպքում հաճախ ինքը ինձ ասում է. «Ոյ, օրինակ կարող ես այսպիսի հոլովակ նկարել, կարող ես այսպիսին անել», որտեղ հաճախ մեզ պետք է մոտ մարդու, պրոֆեսիոնալ մարդու կարծիք։ Աբրահամ, քանի որ Մերիի հետ աշխատում ես եւ օգնում ես նրան ոճի հարցում, արդյոք ինչպես է քո զարգացումը եղել եւ ինչպես ես կարողացել ընդլայնել քո համագործակցությունները ժամանակի ընթացքում։ Այլ կերպ ասած, Մերի հետ աշխատելիս նա սկսենք նայել իր հետ շատ հեշտ է աշխատել։ Ես միշտ օրինակն եմ բերում, ասում եմ տեսախցիկը պատտեք Մերի մոտ, նա պատրաստ է արդեն։ Երմանդիրք եւ նա պատրաստ է։ Այսինքն նա կամերային շատ է սիրում, կամերան իրան շատ սիրում, տեսախցիկը եւ իր հետ աշխատելու քեզ ցույց է տալիս, որ դու կարող ես որպես մասնագետ քո ուզած ստանալ։ Դա շատ քիչ դեպքերում է լինում, եւ որպես ոճաբան, եւ որպես լուսանկարիչ կամ վիդեոգրաֆ դու մարդու հետ շատ շուտ կոնտակտի լինես, հա, այսինքն այդ process-ի ընթացքում։ Իսկ Մերի հետ շատ հեշտ է այդ ամեն ինչ անել։ Չի եղել այդպիսի մի դեպք, որ հիշեմ, որ մենք դժվարություն ենք ունեցել, այսինքն նախապես մտածում ենք կերպարը, նախապես քննարկում ենք միասին, հա, այնտեղ կարող ենք շտկումներ անել իր ձեռագրով, թե իմ ձեռագրով համեմելով այդ ամեն ինչ երկուսինս իրար հետ, ու ստանում ենք այն ինչ որ դուք տեսնում եք, հա, բայց ես կարող եմ այսպեսի մի բան ասել, որ այնպես չի ինձ համար, ես Մերի կերպարը բացահայտում եմ արել, որ մարդը իսկ բանը դա եղել է իր մեջ, այսինքն եթե քեզ մոտ լինում է այդ ոճի զգացումը, գեղեցիկի զգացումը, գեղեցիկի ընկալումը, դու ուղղակի այդ ամեն ինչ պարզապես մի փոքր շտկում ես եւ այն իդեալական կերպար է դառնում։ Իր մոտ բացառապես կարող եմ ասել իր հոլովակներում եւ իր Instagram-յան ալգորիթմում այդ ամեն ինչ այնքան իդեալական էր, որ ես ուղղակի ոչինչ կարելի ասել չեմ արել, ուղղակի հաճույք եմ ստացել իր հետ աշխատելու process-ը։ Նաև վերջին շրջանում մի հոլովակ էր տարածում գտել բնության գրկում եղնիկների մասնակցությամբ, ընդհանրապես կպատմեք այդ հոլովակը ինչպես է ստեղծվել։ Թամարա ջան, քեզ ընդհատեմ, ասեմ, որ այդ առանց ինձ անգնացել ու ես մինչև հիմա չեմ ներում այդ հարցում իրանց։ Այդ թաքուն արվել մեջքի ետևում։ Պատմի Մերի։ Պատմի Մերի ջան։ Ինչպես եղավ։ Սկզբից պատմի։ Ովքերով էի քանիակով։ Այո։ Ես շատ եմ սիրում, երբ որ Աբրահամի ձեռքը կպնում է իմ աշխատանքներին։ Ես ոնց որ ամբողջական զգամ ու ավելի խաղաղ, բայց լինում են դեպքեր, որ իր գրաֆիկի ու զբաղվածության պատճառով մենք չենք կարողանում բոլոր պրոյեկտները միասին անել։ Շատ գնահատում եմ այն, որ որպես ընկեր ինքը ցանկացած բահի կարող է լինել քո կողքին, ոչ միայն որպես ընկեր, այլ որպես պրոֆեսիոնալ մարդ։ Ես հիշում եմ, որ եղել են դեպքեր, գիշերը 1000-ին իրեն գրել են, ասել են կարող ենք առավոտը այս հոլովակը նկարել, ու ինքը իր բոլոր գործերը փոխել է հանուն մեզ։ Ինչ վերաբերում է եղնիկներով հոլովակին,
Դա ծնվել է շատ սպոնտան։ Մենք որոշել էինք, որ մեր մամաներին ձմեռային տոն պարգևենք ու գնանք այդ լոկացիան, որը Ծաղկաձորում է։ Եվ ես հենց տեսա այդ եղնիկներին, ասեցի, կարող է նկարենք վերմակով, ոչ թե շորով։ Շոր կար։ Իդեպ հարգելի հետևորդներ, շոր կար։ Հագնված էր։ Այդ բան։ Եվ շատ դժվար էր դա նկարահանել, որովհետև ամբողջ ռեստորանում ներկա մարդիկ նայում էին մեզ։ Իրականում հեքիաթային իմ համար հեքիաթային նկարահանում է եղել, ու ես հաճախ ստեղծելով կոնտենտ ուզում եմ, որ մի օր, երբ որ չունենամ այլևս այս տեսքը, էլի լինեմ սիրում, բայց լինեմ մոտ 60 տարեկան, նայեմ ու շատ ջերմ էմոցիաներ ապրեմ։ Եվ մի փոքր Աբրահամի մասնագիտական ընդհանրապես ուղուն անդրադառնանք, դուք բացի անձերի հետ աշխատելուց նաև աշխատում եք տարբեր փոքր մեծ խանութների, ընդհանրապես կազմակերպությունների հետ, ինչպես սկսվեց քո ուղին եւ ինչպես սկսեցիր ավելի հմտանալ, մասնագիտանալ։ Նախ որպես իրական մասնագետ, գեղանկարիչ եմ, այդ տարիների ընթացքում, ուսանողական տարիների ընթացքում որոշեցի, որ պետք է աշխատեմ եւ առաջին արձագանքը մտքիս եկա, որ պետք է մտնեմ ինչ-որ հագուստի խանութ, որտեղ գրաֆիկա ավելի թեթև կլինի եւ որպես ուսանող ինչի խանգարի ուսման համար։ Եվ առաջին աշխատանքային փորձս եղել է մանգո խանութում, սա ես միշտ նշում եմ, որ դա ինձ համար դպրոցի նման միջավայր է եղել, որտեղ որ ես կրթական իմ մակարդակը առաջին քայլերը այնտեղ եմ արել։ Մանգո խանութում 3.5 տարի աշխատելուց հետո այնտեղ վիզուալ մերչենդայզեր էի տղամարդկանց բաժնում, տեղափոխվեցի Zara խանութ, այնտեղ նորից երկար տարիներ աշխատելով տարածաշրջանի որպես window dresser եւ եկավ մի պահ իմ կյանքում ինչ փուլեր սկսվեցին, որ ես պետք է երկրից գնայի, այնտեղ մեկնեցի մի քանի ամիս, հետո վերադառնալու պես արդեն որոշեցի, որ պետք է այդ ամեն ինչը թողնեմ։ Բոլորս կյանքում լինում են պահեր, որ պետք է թողնես նոր բան ստանալու նպատակով։ Անգամ հիշում եմ, որ գրքից հետո այդ միտքը ծագել եւ սկսեցի այդ process-ի ուղղում զարգացնել։ Մինչև այդ եղել են աշխատանքներ, որ համատեղել եմ Zara խանութի հետ, բրենդների հետ, հայկական, այդ ժամանակահատվածում կար Երևան մոլում pop-up խանութների բրենդային ցանցը, Աղաբաբյան բրենդում էի աշխատում, Avian, Selvaggio, հայկական բրենդներ են, բայց Zara-ից դուրս գալու գլխավոր նպատակը մեկն էր, որ մեր հայկականը էլ ավելի զարգացնել։ Այսինքն մինչ այդ կային բրենդներ, որոնք որ ֆրանչայզինգով էին, իրանց հետ աշխատելը մեկ այլ հաճույք է, բայց հայկականում դու փորձում ես ամեն ինչ ստեղծագործել ինքդ։ Դա ինձ համար շատ կարևոր պայման էր։ Եվ ես սկսեցի հայկական բրենդերի հետ համագործակցել։ Ներկայապայն համագործակցում եմ 16-ից ավել բրենդերի հետ, որպես merchandiser եւ որպես ոչաբան, համագործակցում եմ Երևան մոլի հետ, համագործակցում եմ նաև ոչ որպես այդ մասնագիտության հետ կրող մարդ, նաև real content-ով եմ զբաղվում, ներկայացնում եմ get ready տարբերակներով իմ Instagram-յան հարթակում եւ այդպես շարունակ։ Իսկ գլխավոր միտումը գեղեցիկի երևի անկալումն է մարդկանց մոտ, որ պետք է փոփոխել։ Գեղեցիկը կարելի է տեսնել ամենուր։ Ամենափոքրիկ բաների մեջ այդ գեղեցիկը։ Իսկ դու այս մասնագետը լինելով, գրելով այդ ամենին, դու պետք է այն գեղեցիկ մատուցես նախ առաջինը, շատ ճշգրտորեն։ Եթե մի բանը քոնը չէ, պետք է չանել։ Ես միշտ իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս, եթե զգում ես դու այդ ամենի գրողն ես, ապա ստեղծագործիր։ Անվերջ կարող ես ստեղծագործել, բայց եթե զգում ես դա քոնը չի, ապա հեռու մնա այդ ամենից։ Նաև դուք քանի որ միասին աշխատում եք, որոշում եք ինչ հագուստ ընդհանրապես պետք է կրվի, ինչ զարդեր պետք է կրվի, ինչպես եք որոշում, թե որ օրինակ խանութից պետք է օգտվել եւ բյուջեն ինչպես եք սահմանում, արդյոք լինում է բարդություններ ընդհանուր աշխատանքի մեջ։
մեր երկուսի բախն էլ բերել է, որովհետև մենք այնքան շոր ունենք, մենք չենք հասկանում թե որ պահին ինչ կրենք։ Երկուսս շատ սիրում ենք զարդեր, այդ մեկը մեր պլյուսը, մեզ կապող երկրորդ հանգամանքը, որ մենք միշտ զարդերով ենք։ Պրեգոմեշի ֆանատներ են այստեղ։ Այո, այստեղ նստած են պրեգոմեշի կրողները։ Բայց այդ ամենը մենք կեղծ չենք անում, մենք անում ենք շատ մաքուր ձևով, որ իսկապես սիրում ենք այդ մշակութային արժեքենք նաև համարում այդ զարդերը եւ պարզապես նախապես որոշում ենք մեր ինչ գույների մեջ ես հագնելու այսօր սպոնտալ որոշում եղավ ես սև գրած դուրս եմ եկել եւ մեն ասեց ես սևի տրամադրություն չունեմ կներես բայց ես պետք է գունեղ գամ ասում եմ օքեյ միայն կկրես գոնե պրեգոմիշի զարդեր որ մի կապող բան լինի Նաև մերի ոճի ընդհանրապես փոփոխությունները կամ ոճաբանի հետ աշխատելուց հետո արդյոք ինչպես է քո մոտ զգում ես փոփոխություն որ ռեսուրսներդ ավելի ճիշտ ես ծախսում ավելի ճիշտ ես ընդհանրապես պլանավորում ինչ հագուստ կրես այդ ամեն ինչի փոփոխությունը դու զգում ես Ես նախկինում ամսական գնում էի անթիվ զգեստներ Որովհետև սկրիններից հետո որ ապրամն ասում ես սրանից դու ունես, սրա նման դու ունես, սա քեզ պետք չի, սա այլևս տրենդային չի, սա հանի։ Մի հարցը, որի հետ ես ու Աբրահամը չենք կարողանում համաձայնության գալ, դա հանդիպման ժամն է։ Ինձ համար հանդիպման ժամը դա կես ժամից 1 ժամ անց է։ Ես միշտ ուշանում եմ։ Բայց այն որ ասում այդքան պլյուսի հետ, այդ մեկն էլ թող մինուս լինի, ոչինչ դիմանում եմ։ Ծանոթ բարեկամով դիմանում եք բոլոր տանջանքներին։ Այո, բայց պետք է նշեմ Տամարա ջան, որ ինչքան հետաքրքիր է, երբ որ դու գտնում ես մարդկանց ու կարողանում ես միավորել մարդկանց։ Աբրահամը միավորում է ոչ միայն բրենդների գեղեցիկը, այլ նաև շատ սիրուն մարդկանց ու հակառակը։ Կարծում եմ հենց դա է միավորում մեզ, թեև Instagram-ն է կապում մեզ ու մարդիկ հաճախ տեսնում են Instagram-ով մեզ, տեսնում են մեր հոլովակները, բայց մենք էլ ենք մարդիկ ու հաճախ կրում ենք այնպիսի ջերմ էմոցիաներ, որը կիսում ենք որպես ընկերներ։ Մենք հաճախ կիսում ենք նաև մեր տխրությունը, մեր ուրախությունը, կիսում ենք շատ լավ մարդկանց, որոնց մենք ունենք ու փորձում ենք կապել մեկս մյուսին իրար։ Մենք ունենում ենք նաև շատ ստրեսային պահեր, ստրեսային դեպքեր, ստրեսային նկարահանումներ, դեպքեր, որ գուցե իրար չհասկանանք։ Չէ՞ որ մենք բոլորս մարդիկ ենք, որոնք ապրում են իրական էմոցիաներով։ Ես ներկա եմ գտնվել ձեր նկարահանումներից մեկին ու տեսել եմ այդ բարդությունը, որ դուք իրականացնում եք, իրականում ես երբեք չէի պատկերացնի, որ նման աշխատանք կատարվում մի հոլովակի համար։ Հիմա դուք ներկայացրեք, թե ընդհանրապես այդ գաղափարները, իդեաները ոնց են գալիս եւ ոնց եք կարողանում գտնել սերտ կապ ու աշխատել համատեղ։ Եղել է որ գիշերը Երբ որ Աբրամի արդեն ամբողջ գրաֆիկը զբաղված էր, ես գիշերը իրեն ժամանակահատվածը ինձ մոտ ահա որ sense խառը ժամանակահատվածա որտեղ որ նոր հավաքածուներ, Christmas collection խանութներում ամեն օր մի 40 քանի հատ շուտ ճակերտավորված եւ մերին գիշերը գրում է աբ արդեն գիտեմ որ մի բան այն չէ արդեն վախենալու է եթե գիշերով մերին գրում է ապա Ուրեմն մի բան մտքով մի բան կա Ես հաճախ եմ պատկերացնում ամեն ինչ վիզուալ իմ երևակայության մեջ հոլովակները ու լինում են հոլովակներ որ միանգամից գրում եմ իրեն որ առաջինը կարծիք տա երկրորդը գա ու մատը խառնի աղցանի համտա այդ հոլովակին բայց օրինակ նույն այսօր ինքը ասեց շուտով զատիկա ինչ ես մտածում ու ինքը արդեն լինում են դեպքեր, որ ես որպես content creator image-ը վարելով, որտեղ սիրում եմ aesthetic content ու բոլոր իմ content-ը գրեթե իմ իդեաներն են, գրեթե այսօր ինքն է եկել ու ասում շուտով սատիկա ու ես քո ու մեր ընդհանուր ընկերոջ Աբրահամի համար իմ կյանքում երկու Աբրահամ կա։ Այո։ Եվ ես երջանիկ եմ այդ փաստից որ ունենք նոր միտք Սատիկի համար։ Դու ինչպես նշեցիր, շատ լավ հիշում ես մեր Ղաթամայի հոլովակը, որի ստեղծողը Աբրահամն է, եւ նաեւ ներկայ ես եղել Ամանորի մեր հոլովակին։ Իսկ ընդհանրապես այդ նկարահանումները, քանի որ դու ավելի շատ կադրում չես երևում, այսինքն մարդիկ քո աշխատանքը չեն տեսնում եւ շատ հաճախ չեն իմանում, թե ում ձեռքերով է այդ ամեն ինչը ընդհանրապես պատրաստվում, ինչպես է անցնում այդ ընթացքը, արդյոք շատ խստապահանջ են Մերին եւ Աբրահամը։ Եկեք մենք sense գլոբալ հարցի հետ բախվեցինք ցանկացած աշխատանքի հետևում
կատարվում է շատ ավելի մեծ աշխատանք, քան թե վերջնական պահն է։ Այսինքն, եթե մենք խոսենք մեկ հոլովակից, օրինակ բերենք ամանորյա այդ Աբրահամի հետ Մերի դուետ հոլովակը, այդ ամեն ինչի հետևում կանգնած է շատ աշխատանք, օրինակ Արարության 6-ին արթնանալ, գնալ, նկարահանել, քանի որ դու գտնվում ես ռեստորանային համակարգում եւ հաճախորդ իրավունք չունի սպասելու եւ նա պարտավոր է չի սպասել քեզ, որ դու քո հոլովակը նկարես։ Դու պարտավոր ես գեղեցիկ արթնանալ, ինչքան էլ գլխացավ ունենաս, ինչքան էլ այդ օրը ջերմություն ունենաս, օրինակ։ Այսինքն այդ աշխատանքները շատ դժվար են։ Եվ դրանց վերջին տեսքը հաղորդելը դա ուղղակի մի փոքրիկ մասն է։ Դրա ետևում կանգնած են մեծ ահռելի աշխատանքներ։ Իսկ որպես այդ ամեն ինչը կրող մարդ, այսինքն ես որպես ուճաբան կամ տվյալ պահին որպես նկարող, այդ կոնտենտի նկարող մարդ, ես փորձում եմ կառավարել այդ ամեն ինչը գեղեցիկ ձևով, օրինակ կարող են այդ պահին իրանք ցանկանան այդ փոքրիկ դետալ ուրիշ ձև նկարահանել, ես տեսնում եմ դա ոչ թե այդ պահին մենակ տեսնող մարդ, այլ նաև որպես հետևորդ, նայում եմ որպես աչքով, նայում եմ որպես իրենց նաև պոտենցիալ հաճախորդ, որ կարող է իրենց գովազդ առաջարկել, կարող եք նկարվել մեզ մոտ։ Այսինքն այդ ամեն ինչը պլյուսները ես հաշվի եմ առնում եւ մինուսներն եմ հաշվի առնում եւ իրենց փորձում եմ այդ ամեն ինչը ոչ թե ասել երեխեք կարող ենք այսպես անել, ասում եմ չէ, պիտի այսպես անենք եւ հստակ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, բայց հիմնական մասում մենք շատ շուտ իրար այդ ամեն ինչը հասկանում ենք։ Եվ քանի որ հենց խոսում ենք նրա մասին, որ շատ հաճախ նման հոլովակները կարող են օրինակ տարբեր կազմակերպություններ նկատել եւ տվյալ մարդկանց գրավել դրանք, ընդհանրապես եղել են առաջարկներ, որ օրինակ համագործակցության ինչ որ աշխատանքներ նման եւ ինչպես են ընդհանրապես ձեր արձագանքը դրանց։ Այսինքն բրենդներ, որոնք ցանկանան այդ հոլովակներից հետո մեզ հետ աշխատել, դա պարտադիր պայման է եւ Instagram-յան հարթակ ինձ թվում է real content դրա համար է ստեղծվել, երբ որ դու կարող ես քո գովազդատուին տալ այնպիսի պրոֆեսիոնալ աշխատանք, որը քեզ կբերի նաեւ մեկ այլ աշխատանք, հա, պլյուս ինձ համար շատ կարևոր է այդ ամեն ինչը գրագետ անել։ Ես լինելով բրենդերի հետ աշխատելով մարդ, ես միշտ իմ ընկերներին առաջարկում եմ կցանկանաս օրինակ այստեղ նկարվել, կցանկանաս այս ամեն ինչի հետ ներգրավված լինել այս հոլովակներում։ Ես կարող եմ մեկ դեպք պատմել, երբ որ այս անգամ ես եմ շուտ երեխաներին գիշերն եմ գրել։ Իմ ընկերներին, իմ սիրելի լավ ընկերներին, այդ թվում Մերի գլխավորությամբ գրում եմ երեկոյան, որ մեկ շաբաթ շուտ երեխաներ պետք է ամանորի հոլովակ նկարենք մեկ բրենդի համար, մաչոն խանութների ցանցի եւ այնտեղ այդ լուսանկարման տաղավարում առավոտ ժամը 9-ին պետք է այնտեղ լինեք եւ վերջ։ Ձեր լուքերը կասեմ որն է, չգիտեմ, ձեր կերպարները ընտրել եմ ես, չեք փորձելու, ձեզ մի հատ պլյուս եմ տալիս, որ կարակ չփորձեք, գիտեմ ձեր չափերը։ Եվ արագ սպոնտալ որոշում ենք նկարահանման օր, իրանց դեկտեմբեր ամիսն է, գիտեք, ինչքան բարդ ժամանակահատված է լինում, կարծեմ 20 քանիսն է, օրեր են մնացել ամանորին։ Մենք նկարահանում ենք այնտեղ Կամիլան, Մերինա, Անդրանիկն անկարում տեսոլովակը ու այդ ամեն ինչը առավոտ ցեքին բոլորին կանչում եմ իմ ամենասիրած արտադրությունը առավոտ ցեքին աշխատել ու իմ ընկերներին համախմբում եմ այդ տեսոլովակը նկարում ենք եւ ես հաճույք եմ նախ ստանում իրանց արած աշխատանքից։ Բացի այն, որ ես եմ իմ արած աշխատանքից հաճույք ստանում եթերից դուրս, այսինքն այդ ամեն ինչի process-ի մեջ։ Նաև հաճույք եմ ստանում իրանց կատարած աշխատանքից, որ իրանք արդեն գիտեն ինչ պետք է անեն։ Եթե անգամ չգիտեն, պարզապես մեկ հատ փորձում ես նախադասությունով բացատրել եւ իրանք ամեն ձև փորձում են ինտեգրվել։ Երևի դե իմ հետ աշխատելու process-ի ժամանակատվածում այդ ամեն ինչ իրանց մոտ ստեղծվելու շատ շուտ են ինտեգրվում, բայց սպունգի պես սենց քաշում են այդ ամեն ինչ ու դառնում են դրա կրողը։
ու հիշում եմ Մերին, որ իր կերպարը սենց պալետկաներով կիսաշրջազգեստ էր, ինքը փորձում է էմոցիաներ ցույց տա, ու ինքը սենց սպոնտան ձևով նկարվեց, վերջացրեցի։ Իրական այդ օրը բոլորը շատ շուտ վերջացրեցին եւ նորից եմ ասում, դա ինձ եւս մեկ անգամ ապացուցեց, որ մինչեւ իմ աշխատանքը դա լինելը նաեւ այդ մարդկանց աշխատանքն է, իրանց պրոֆեսիոնալիզմից է գալիս այդ ամեն ինչը։ Եվ շնորհակալ եմ եւս մեկ անգամ եւ նաեւ եթերով այդ օրվա բոլոր իմ հերոսներին այդ գեղեցիկ աշխատանքը անելու համար։ Նաև քանի որ դուք բազմիցս կրում եք իրեր, որոնք պարտադիր չէ, որ օրինակ համագործակցեք այդ ընկերությունների հետ եւ բացի այդ ասում եք, որ օրինակ օգտվում եք, սիրում եք իրենց ապրանքանիշները, արդյոք եղել են դեպքեր, երբ որ տվյալ կազմակերպությունները դա նկատել են եւ օրինակ որպես շնորհակալություն էլ իրենք ինչ-որ ձևով անդրադարձել են ձեզ։ Շատ Կարող ես դու ասել մեն ջան, որտեղ դու որպես այդ ամեն ինչը գրող ավելի շատ բախված կլինես։ Գիտեք, կարծում եմ ես նախորդ իմ հարցազրույցում ասել էի, որ ես Instagram-ին հարթակը չեմ ընկալում որպես բացառապես գովազդային հարթակ։ Ես ընկալում եմ, որ գուցե ես գտնում եմ, որ իցե, չգիտեմ, հայաստանյան գեղեցիկ վայր, գեղեցիկ զարդ, լավ պրոդուկտ։ Ինչու՞ չէ նաև հանդիպում եմ լավ մարդու ու սիրով կիսում եմ դա։ Եղել են շատ դեպքեր, որ շատ ընկերություններ, շատ բրենդներ նկատել են եւ շնորհակալություն են հայտնել դրա համար։ Ճիշտ է, այս մեր օրերում հաճախ են մտածում մարդիկ, որ ինֆլուենսերները ստեղծում են կոնտենտ, որպեսզի բրենդները իրենց նկատեն, բայց հաճախ դու դա անում ես ստեղծագործական նպատակով եւս։ Նույն մեր ուտելիքի պատրաստման հոլովակները բացարձակ նպատակ չեն ունեցել, հա, որևիցե այլ ընկերությունների ներգրավելու։ Դա ուղղակի մենք 3 ընկերներ ենք եւ մենք որոշեցինք, որ կպատրաստենք Կապոմայի հոլովակը, հետո Ամանորյա հոլովակը, իմ սիրելի երկու Աբրահամների հետ եւ շուտով կնկարենք Զատիկի հոլովակը։ Դա ինձ համար նոր մարտահրավեր էր ինձ, որպեսզի ես իմ խոհարարական էսթետիկ հմտությունները ցույց տամ։ Եվ իդեպ շատ բարդ է գտնվել շատ պատասխանատու է ավելի շուտ գտնվել մարդու հետ, ով շատ պրոֆեսիոնալ է եւ իր գործում, նկարահանման գործում եւ մարդու հետ, ով պրոֆեսիոնալ է պատրաստման գործում, ուտելիքի։ Եվ երբ որ դու պատրաստում ես տղայի հետ, ով 3-2 ուտելիքը կավարտից դու դեռ նոր ես կտրտում ինչ-որ մի բան։ Դա շատ բարդ է։ Սակայն պետք է նշեմ, որ եթե անգամ մենք իսկում ենք որևիցե բանով, դա դեռ չի նշանակում, որ գովազդը կամ մենք անպայման ցանկանում ենք, որ որևիցե բրենդ մեզ նկատի։ Սակայն շատ հաճելի են այն բոլոր համագործակցությունները, որովհետև բոլոր համագործակցությունների հետևում կանգնած է մարդը։ Արհեստական բանականության աշխարհում մենք, ինչպես Աբրամն է շատ սիրում ասել, կարիք ունենք մարդու։ Եվ քանի որ խոսեցինք հենց այդ մարդկային արժեքների մասին, հենց եթերի շրջանակներում մի փոքր կարող եք անկեղծանալ եւ ասել, թե ձեր ընկերության մեջ ամենաշատը ինչն է գնահատում, ամեն մեկը առանձին։ Իր մեջ թե առհասարակ։ Կարող ես թե իր մեջ եւ թե իրականում հենց ձեր ընկերական կապը ինչով է կարեւոր քեզ համար։ Երևի հոգատարությունը։ Ես միշտ ասում եմ, որ ցանկացած մարդու մարդը պետք կլինի դա ընկեր, կլինի դա գործընկեր, թե պարզապես մարդ։ Եվ բոլոր իրավիճակներում մարդ միշտ հանգում է մեկ խնդրի, որ իր այդ պահին, եթե մարդ լիներ, խոսեր, կիսվեր, կամ չգիտեմ, էմոցիան ցույց տար, ավելի հեշտ կլիներ իր համար։ Մենք շատ ենք լինում այս ինտերնետային համակարգում, այս սոցիալական համակարգում, շատ ենք բախվում, որ ամեն ինչ տանում ենք դեպի արհեստական շփումներին։ Բայց ինձ համար շատ կարևոր է արժեհամակարգի մեջ ներառել այդ հոգատարությունը։ Երբ որ դու մարդու մասին հոգ ես տանում, կլինի օրինակ, պարզապես գրել հարցնել, բարի լույս մեր ոնց ես, այսօր ոնց ես քնել։ Այնինչ դու 3 խոսացել ես իր հետ։ Գիտեր, որ ինքը մի փոքրիկ տխուր է։ Մի փոքր հատված իր մեջ այն չէ։ Դու արդեն որպես ընկեր զգում ես, որ նա նույն ձևով չի պատասխանում, ինչ առաջ էր, կամ 1 շաբաթ առաջ, կամ դրանից 1 օր առաջ։ Ուրեմն դա քեզ հետևություն, որ դու պետք է մարդու մասին հոգ տանես, որովհետև քո փոքրիկ նամակը կարող է ազդեցություն ունենալ մարդու զգացմունքների վրա եւ մարդու օրվա վրա։ Անկամ ընտանիքում էլ այդպես։ Երբ որ զգում ես արթնանում ես, օրինակ քո ծնողը գլխացավով է արթնացել,
բոլոր ծնողները տարիքային փուլում են տարբեր ճնշում ունի, օրինակ, բարձրացել է։ Եվ դու փորձում ես հոգատարություն ցույց տալ, իր օրը փոփոխվում է։ Եվ միայն դրական բան է դրանից լինում, ոչ մի բացասական բան։ Դրա համար իմ կարծիքով շատ կարևոր է մարդու մասին հոգ տանել։ Դա ցանկալի է։ Բոլոր դեպքերում։ Շատ ցենց գեղեցիկ ձևակերպեց Աբրահամը, հիմա տեսնենք թե մեր ինչ կարող է ասել։ Ինձ համար ընկերությունը պատասխանատվության մասին է։ Ինձ թվում է ես չեմ դադարի փոքրիկ իշխանը կարդալ, ոչ մի տարիքում։ Գիտեք, ես շատ հաճախ եմ լսում, մենք ապրում ենք Instagram-յան եւ on-line արհեստական բանականության դարում, շատ հաճախ եմ հետևորդներից անգամ նամակներ ստանում, օրինակ, դուք այս մարդու կամ այն մարդու հետ այլևս ընկերություն չեք անում։ Օրինակ, ես ու Աբրահամը պարտադիր չի, որ միասին հոլովակ տեղադրենք, որ մենք լինենք ընկերներ։ Իմ համար ընկերությունը այն պատասխանատվության մասին է։ Այն ջերմ էմոցիայի, որ ինքը կարող է գրել, օրինակ, երբ է գալիս մեր տուն, ու իր մաման սենց շատ ջերմ, սրտաբաց, հոգատարությամբ իր աղջկա նման ինձ կարող է ընդունել իրենց տանը, գրկել, եւ ես կարծում եմ, որ ցավոք այսօր ամեն ինչ on-line հարթակով է դատվում, բայց մարդկային էմոցիաները պատասխանատվության մասին են։ Ու ես այնքան ուրախ եմ, որ գտնում եմ այնպիսի մարդկանց, ովքեր ծովի նման են։ Իրենց մեջ աղբ չեն պահում, ամեն ինչը դուրս են հանում, մաքրում, ու մենք իրար կարող ենք ասել ամեն ինչ։ Այ օրինակ այս մասից ես նեղվել եմ, կարողա խոսանք մի հատ, կամ չգիտեմ, այս մասի ինձ դուր չի գալիս, կարողա փոխենք։ Դա չի փչացնում հարաբերությունները, դա այնքան սիրունացնում է, մարդիկ մտածում են, որ միայն պետք է խոսեն ու միմյանց ասեն լավ է։ Բայց իրական սերն ու ընկերությունն ու պատասխանատվությունը դա նաև մեկը մյուսին անկեղծորեն ամեն ինչ ասելու մասին է, միայն լավի չէ, որտեղ մենք բոլորս մարդը այնպես է ստացված, որ այսպես թե այնպես ուզում է լսել միայն լավը։ Իսկ անկեղծ խոսքը լսելը, վերլուծելը ու հետո մարդուն ընդունելն ու սիրելը շատ ավելի անկեղծ սիրո մասին է։ Նաև խոսեցիք ծնողների մասին, ինչպես է եղել ձեր ծնողների ծանոթությունը միմյանց հետ։ Ես ուզում եմ պատմեմ։ Պատմիր։ Այդ քոննա պատմիր այդ մասը։ Ես Աբրահամի հետ նոր էի ծանոթացել ու նույն օրը ես մամայիս հրավիրել էի Հարութ Փամբուկչյանի համերգին եւ պարզվեց, որ նույն օրը Աբրահամը իր մամայի հետ է Հարութ Փամբուկչյանի։ Բայց մենք այդպես բոլորս ոնց որ սիրում ենք։ Սա գովազ չէ։ Եվ մենք սպասում ենք իրենց, բայց չեն գալիս ու մենք այդպես էլ չենք հանդիպում։ Եվ քանի որ մեր հանդիպումը այդպես էլ չէր կայացել ու չստացվեց, որ Աբրահամը միայն եկավ մեր տուն, ամանորին ես ու մամաս Սուրբ Ծնունդից հետո որոշեցինք գնալ Աբրահամից տուն հրավերով։ Ու այնքան հաճելի միջավայր էր, ես առաջին անգամ էի իմ ընկերոջը տեսնում այլ անկյունից։ Երբ որ մարդը հրավիրում է քեզ իր տուն, ու երբ որ դու հաց ես կիսում իր հետ, երբ որ բացում է իր այն էլ իմ պատրաստած իր հոգու բոլոր անկյունները, անգամ դարակները, որտեղ խնամքով դրված են իր զարդերը, որը ամեն օր ինքը մեկ է դասավորում է, որտեղ դու տեսնում ես իր թութակին, ուտում ես իր պատրաստած ուտելիքը, հասկանում եք, մարդը պատրաստվել է քեզ համար։ Դա ամենասիրուն հոգատարությունն է։ Դու խոսում ես մարդու ծնողների հետ։ Դա ամենամեծ պատասխանատվությունն է։ Ես կարծում եմ, որ մենք շատ ենք հեռացել այս էմոցիաներից։ Ու ես շատ ուրախ եմ, որ իմ մաման գիտի Աբրահամի մամային։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք այսօր մեր ծնողների համար ստեղծել էմոցիաներ, որոնք տարիներ շարունակ իրենք են ստեղծել մեզ համար։ Եվ քանի որ ձեր ընկերությունը արդեն ոչ թե ընկերությունն է սովորական, այլ դուք մեկ ընտանիք կարծես դարձած լինեք, ընդհանրապես շատերի համար դժվար է, որ մի մարդիկ, ովքեր աշխատում են հիմնականում նույն ոլորտում, կարողանան լինել ընկերներ, քանի որ այնտեղ կա մրցակցություն, ընդհանրապես, չգիտեմ, աշխատանք, եւ ինչպես է կարողացել այնպես անել, որ այդ մրցակցային աշխարհում դուք պահպանեք ձեր մաքուր ընկերությունը։ Երևի ես սկզբից պատասխանեմ, դե դեմ չես մեր ջան։ Ձայնը տանք Աբրահամի։ Ուրեմն նախ սկսենք նրանից, երբ որ դու ընկերություն ես սկսում, դու պետք է թողնես այդ բոլոր մրցակցային կետերը։ Որտեղ ընկերությունը մրցակցության մասին չէ։
բարեկամություն անելը, այսինքն հարազատի հետ շփվելը մի փոքր մրցակցությունից դուրս թեմա է կամ կարա լինի միայն մեկ դեպքում շատ սիրելու հանգամանքն է այստեղ իսկ աշխատանքի բնույթը որ մեր գրեթե նույնն է հա տեսոլովակների մասով թե Instagram-յան հոլովակների մասով ես կարծում եմ որ ամեն մեկիս մոտ մեկ տարբեր աչքեր են իմ աչքը այդ ամեն ինչը տեսնում է այլ կերպ մերինը այլ կերպ նա իր ձեռագիր ունի ես իմ ձեռագիր ունեմ եւ շատ հաճելի է որ այդ ձեռագրերը համ խաչվում են համ ստեղծում են տարբեր գիտեք sense մի օրինակ վերեմ եթե մեզ տրամադրեք թուղթ եւ գրիչ թելադրեք մեկ նախադասություն մենք երկուսս տարբեր ձևերով կգրենք եւ գուցե երկուսինս էլ ամեն մեկիս համար յուրահատուկ լինի եւ դուք չկարողանաք ընտրեք այդ գեղեցիկը որն է եւ այստեղ գալիս է մեկ խնդիր որ չկա մրցակցություն չէ՞ որ ամենը իր գեղեցիկի կրողն է եւ ես կարծում ես իմ պարագայում կարող եմ հստակ ասել որ ես երբեք չեմ ընկալում մրցակցության իմաստը անգամ մրցույթների ժամանակ երբ որ ընտրում են մեկ գեղեցիկ կերպար հա գեղեցկության մրցույթները ես չեմ ընկալում դա որովհետեւ ամեն մարդ գեղեցիկ է իր տեսակով ամեն աչք գեղեցիկ է իր տեսակով եւ մենք չունենք ընտրության հնարավորություն շատ անգամ ընտրվում են բայց իմ պարագայում ես երբեք մրցակցությունը չեմ համարում դա ճիշտ բան այս պարագայում հա մեր ընկերության մեջ այդ մասնագիտական առումներով որ խաչվում են ես համարում եմ որ իր ստեղծած գեղեցիկը ինձ նպաստում է որ ես այլ ավելի գեղեցիկ տեսնեմ եւ մերի դու ինչ կարող ես ասել մրցակցության վերաբերյալ գիտեք մի քանի օր առաջ անցած գիրակի պատարագի էի ու քահանա խոսում էր որ այդ գիրակին կորստի գիրակի մասին է ու չարը մտածում եմ Արդու երջանկության բանալին որտեղ պահել որոշում է պահել դիեզերքում եւ հետո մտափոխվում է որտեղ ասում եմ մարդը հնարամիտ է դիեզերքը գնա հետո որոշում է պահել ծովի հատակում եւ ասում է չէ այնտեղ էլ կհասնի ավելի լավ է պահենք մարդու սրտի խորքում որտեղ մարդը իր սրտի խորքը շատ քիչ է նայում ես կարծում եմ որ ես գտել եմ այնպիսի մարդկանց եւ մենք ծանոթներով չենք ծնվում եւ ընկերներով չենք ծնվում եւ մենք նրանց ընտրում ենք ես կարծում եմ որ ես իմ սրտի խորքը փորձում եմ հաճախ նայել եւ գտնել այնպիսի մարդկանց որոնց տունը իրենք են այսինքն իրենք ճանաչում են իրենց հոգին եւ մենք միմյանց չենք նայում որպես մրցակիցների մենք նայում ենք իրար որպես առանձին տներ առանձին արժեքներով հոգեվոր արժեհամակարգով որոնք միշտ պատրաստ են մեկը մյուսի տուն հրավիրելու իրար ու ջերմությամբ ընդունելու Նաև ձեր ընկերության մեջ ամրությունը իրականում կանում է նրանում, որ երկուստեք համագործակցային կերպով հասկանում եք միմյանց, բայց միևնույն է որոշակիորեն հնարավոր են կոնֆլիկտներ եւ արդյոք կհիշեք եղել է նման դեպքեր, ծայրահեղ դեպքեր Ուրեմն շատ սպոնտան որոշում է լինում, որ մենք պետք է գնանք մեր շատ սիրելի գեղեցիկ եկեղեցիներից մեկում նկարահանում իրականացնենք եւ դա այն ժամանակահատվածն է որ նաեւ պետք է իմ ծննդյան համար շուտ մտածենք եւ ես դա թողնում եմ մերին ասում եմ այսքան բան ես եմ մտածում այդ մի բանն էլ մերի ջան դու մտածի ինչ ես ուզում իմ համար մի կերպար ստեղծի որտեղ կարող ենք երկուսով տարբեր կերպարներով նկարահանվել Մերին որոշում է ամեն ինչ գծում է իդեալական իմ տեսոլովակը տեղադրում ենք իմ հոլովակը տեղադրում ենք Instagram-ում մի քանի ամիս անց մերին իրենն է տեղադրում եւ ես հիշում եմ որ հոլովակը շատ երկար էր եւ մի փոքր մերին կրճատել էր դա հիշում եմ շատ լավ որ այդտեղ ասի լավ էլի մերի կլինի մի բան իմ ասածով անես նորմալ երկար դներ էլի սենց գրում եմ կրվի նման արդեն գրում է
իմաստությամբ, բայց շատ երկար էր, ինքը sense այդ որ արդեն գրում է այդ կրճատ, ես արդեն գիտեմ, որ ինքը երևի շատ է հուզվել, արդեն զգում եմ իր էմոցիաները, ես, այսինքն ամենից դուրս այդ հեռախոսից դուրս զգում եմ կարող եմ արդեն չպիտի տենց ասեմ, ասում եմ, չէ, կյանք շատ լավն է, լավ, տենց փորձում եմ, բայց հիշում եմ, որ դա կոնկրետ կռիվ էր մեզ մոտ եւ Ղափամայի հոլովակի մոնտաժի երկը այո եւ Ղափամայի հոլովակի մոնտաժի երկը որ մենին բացառապես ասում էր ոչ այդ երկով չենք ուզում ու ես արդեն մոնտաժել եմ հավաքել եմ այդ վիդեոն այդ ռիթմերի տակ այդ ամեն ինչը շատ բարդ աշխատանք է որ դու ամեն ռիթմը փորձես ականջով ընկալել հետո վիդեոին հաղորդել ու ինքը իր կարծիքը ասում է Աբրահամը, մյուս Աբրահամը իդեպ Աբրահամի անունը այսքան տվեցիք Աբրահամ ողջույններս դու չգիտես բայց արդեն մենք երրորդ տեսալ հոլովակի մասին ենք մտածել ու երկուսով արդեն նույն կարծիքն են ասում ու ինձ հետ կռվում են որ պիտի փոխես sense հերոս դնում եմ զայրացած այն կողմ կարող է գիտեն բանուկորս չունեմ ես sense ինքս իմ հետ խոսում եմ հետո վերցնում եմ հերոսս դե լավ այսքան բան արել ես էլ փոխա ուղարկում եմ ասեմ վերջ երեխեք բրծած եզանից թելը դեռելի է շարունակվելու դու նկարներն եմ ուղարկում չէ ամեն ինչ բարեհաջող անցնում է նորմալ եւ մենք մեր փոքրիկ վեճը 1.5 վայրկյան է դեպ կամ 2 Իմ բախտը բերում է, որ ես հոգեպես փոխրուն եմ եւ իմ հետ չեմ վիճում երկը։ Եվ եթե խոսենք հենց դրա վերաբերյալ, ընդհանրապես այսպիսի մի ամփոփող հարց, ինչի հետ եք դուք ասոցացնում միմյանց։ Եթե օրինակ մերին ինչպես կամ ինչի հետ կասոցացնես եւ նույնը դու մերի։ Սա շատ խորը եւ հետաքրքիր հարց է։ Իմ համար Աբրահամը հենասուն է։ Ինչու։ Թեև ինքը երևում է շատ խաղաղ, ինքը շատ ալիքներ ունի, բայց ինքը շատ ամուր է։ Ինքը ինձ համար շատ իմաստուն մարդ է անկախ իր տարիքից։ Ինքը ցանկացած պահին, ցանկացած իրավիճակում, անկախ մարդկանց քանակից կարող է այնպես անել, որ բոլորը զգան իրենց ամուր։ Թեև ինքը ներքուստ ամուր չլինի, ցնցվի, բայց ինքը քեզ այդ ամրությունը փոխանցում է։ Ինքը ամեն ինչ անում է, որ դու կոմֆորտ քեզ զգաս, հոգեպես ամուր զգաս քո կողքին լինի, նույնիսկ եթե այդ պահին ինքը դրա կարիք ունի։ Այսպես չի ասում։ Օй, Խոստովանության երեկո է։ Այո։ Ես մարդկանց միշտ կամ գույնով եմ տարբերակում։ Երևի դա մասնագիտական առումով է, որ ես մարդկանց միշտ փորձում եմ նախ որպես գույն տեսնել, հետո նոր ասոցացնել ինչ-որ մի բանի հետ։ Մերին ինձ համար մի փոքր վարդագույն կերպար է։ Պարզ եւ այդ գույնն է, չէ՞, իրենից ներկայացնում այդ պարզությունը, հանգստությունը։ Այլ ոչ թե խոսքը վերաբերվում է մուգ վարդագույնին, այլ հենց բաց վարդագույնը, որը քեզ տալիս է էմոցիաներ, ջերմություն։ Մեն ինձ համար բաց վարդագույնի մի երանգ է, որը որ իր մեջ կրում է այդ խաղաղությունը։ Իհարկե կան պահեր, որոնք մուգ եւ բաց տատանվում են, դա բոլորիս մեջ է այդ ինյան ասվածը, հա, ճապոնական փիլիսոփայության։ Բայց ես իրան նաեւ համարում եմ որպես զարդ։ Թե դու ոնց ես կրելու դա, թե ինչ ձևով կրես, դա արդեն դու ես որոշողը։ Շատ անգամ մենք հագուստը երբ որ ընտրում ենք, մենք մինչև հագուստը ընտրելը մտածում ենք արդեն զարդի մասին, այ իր հետ այս հագուստը կկրեմ։ Նույնն էլ մեր պարագայում է, երբ որ ինքը որպես զարդ քո կողքն է լինում, հա, դու արդեն չես մտածում գեղեցիկի մասին, դու մտածում ես որ արդեն գեղեցիկը կա։ Հա, շատ անգամ էլ այդ հոլովակների մասով է, երբ որ մենք մտածում ենք մի բան նկարենք, ես մտածում եմ այսպես, դե արդեն իր ֆակտորը կա, ինքը արդեն գեղեցիկը կա, բարձրապես մի երկու հատ շտկում, всё, մենք կստանանք մեր ուզածը։ Դրա համար ենք մենք ուտելիք պատրաստում։ Ինչ տանում են այնտեղ դրա համար։ Դրա համար ենք տանում, չենք ուզում ասենք։ Գաղտնիքները բացահայտեցինք։ Ես այդպես եմ ընկալում իրեն եւ ընդունում, որ ինքը ցանկացած պարագայում որպես զարդ, թե կլինի բրենդում, թե որպես մարդ, թե որպես անհատ, ինքը գեղեցկացում է դա մենջը։ Որովհետև նորից եմ նշում, գեղեցիկի ընկալումը իր մոտ այլ արժեքներ ունի։ Դա գալիս է երբ թե դրանից։
Դե ինչ ընկերներ, շնորհակալ եմ նման անկեղծ հարցազրույցի համար, շատ շնորհակալ եմ, որ կիսվեցիք ձեր ընկերության ստեղծման եւ ձևավորման ամենակարևոր պահերի մասին։ Շնորհակալություն Տամարա ջան, ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր կնային հաղորդումը։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ իսկապես, շատ լավ հարցերի, մեզ համար էլ լիքված հայտումներ եղան։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։